Մարտի 30-ին թիմ ընտրություններ են Գյումրիում ու Փարաքարում։ Հայաքվե նախաձեռնությունն անկախ դիտորդի կարգավիճակով հետևում է ընտրություններին։ Առջևում քվեարկությունն ու հետընտրական փուլն են, իսկ նախընտրականն այսօր ավարտվում է։ Ներկայացվում են քարոզարշավի ընթացքում արձանագրված առավել էական խախտումները։ Քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր այն իմաստով, որ որոշ չափով Փարաքարում, բայց առաջի հերթին Գյումրիում կար բավական լուրջ ասիմետրիա, եթե կարելի այդպես արտահայտվել, մի կողմից իշխանության թեկնածուի, մյուս կողմից ընտրություններին մասնակցող մնացած բոլոր թեկնածուների միջև։ Առավել կոնկրետ Ավետիք Չալաբյան ուշադրություն է հրավիրում նախ մարտի 18-ին Civic AM կայքի հրապարակած ինչ-որ սոցիոլոգիական հետազոտության վրա, որի համաձայն Գյումրիում ընդգծված առաջատարը ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն է, ինչը հակասում է ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածին, որովհետև թեկնածուների ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման հարցումներ հրապարակելիս հարցում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշվել հարցման ժամկետները, հարցվողների թիվը եւ ընտրանքի ձևը, հավաքման ձևը եւ վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը եւ պատվիրատուին։ Civic AM-ի հրապարակումն այս ամենի մասին լռում է եւ հիշեցնում ավելի շատ անուղղակի ազդեցություն քվեարկողի ընտրության վրա։ Սա մենք ցանկանում ենք ներկայացնել դատախազությանը որպես հաղորդում հանցագործության մասին։ Հաջորդը Գյումրիի երեկվա դեպքերն են, դրանց հետ կապված խորհրդարանի իշխանական խմբակցության նախ ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե ընտրակաշառքը գենետիկորեն կապված է ընդդիմության հետ, որը զրպարտություն սպառնալիք նաև որոշակի ուղղորդում է, եւ հետո նույն խմբակցության քարտուղարի խոստում սպառնալիքը, թե ընտրակաշառք տվողներին իրենք պատերով են տալու։ Եղել են ընտրակաշառքներ, թե չեն եղել, դա իրավապահ մարմինների խնդիրն է եւ իրավապահ համակարգն է, որը լիազորություն ունի զբաղվել եւ ընտրական օրենսգրքի եւ քրեական օրենսգրքի խախտումներով եւ համապատասխան պատժամիջոցներ կիրառելով։ Ազգային ժողովի որևէ падգամավոր իրավասություն չունի այդ հարցերին անմիջականորեն միջամտելու, առավելևս որևէ մեկին պատերով տալու։ Գոհար Մելոյանը հիշեցնում է ազգային ժողովի հայտարարություններին մոտ 1 տասնյակ իշխանական падգամավորների իրենց թեկնածուի օգտին քվեարկելու կոչերը եւ մյուս թեկնածուների նկատմամբ հակաքարոզչությունը, վարչական ռեսուրսի կիրառման եւս մեկ օրինակ։ Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը կիսվել է ճանապարհային դեպարտամենտ ֆոնդի հայտարարությամբ Գյումրում ճանապարհաշինարարության իրականացնելու վերաբերյալ այսպիսի քարոզչական գրառմամբ, որ Գյումրում սարքված ճանապարհներ չեն լինելու։ Արամ Պետրոսյանը որպես վարչական ռեսուրսի կիրառման օրինակ նշում է քարոզչական պաստառների տեղակայումը չնախատեսված վայրերում։ Նույնը բարձրաձայնում է Ատոմ Մխիթարյանը Փարաքարի օրինակով, որտեղ նաև ավտոմեքենաներով գրավում են հնարավոր նախընտրական հանդիպումների բոլոր տարածքները։ Նշում է նաև իշխանական թեկնածուի օգտին քաղաքական քարոզչական ռեպորտաժի տեղադրումը համայնքապետարանի կայքում։ Ցոլակ Ակոպյանն էլ ասում է, որ ընդհանուր առմամբ մոտ 100 ընտրատեղամասում ունենալու են 200 դիտորդ, որոնք փորձելու են կանխել հնարավոր խախտումները, շեշտում է բարձր մասնակցությունը կարևոր է։ Կոչ ենք անում, խնդրում ենք մեր բոլոր քաղաքացիներին, գյումրեցիներին եւ փարաքարցիներին, որոնք այդ օրը գտնվում են իրենց զբաղվածությունն Երևանում, անպայման այցելել իրենց բնակավայրեր, անպայման իրենց քաղաքացիական պարտքը կատարել, որպեսզի ունենանք լեգիտիմ տեղական իշխանություն։ Խաչանոש Գրիգորյան, Գևորգ Դարփինյան, Լրաբեր։